շատ հաճելի աչիկ, ես կարող եմ արդեն ասել, որ մենք այստեղ մասնագետ ընկերներ ունենք, տարբեր տարիքային խմբերի եւ այդ ընկերների շարքը իհարկե կավելանա։ Մեծ սիրով մեր համեստ շատ պետք ներդրում ենք ունենում այս ինչպես Անին պատմեց զարգացող նախաձեռնությանը եւ ըստեյության համայնքի ինքնակազմավորմանը, որտեղ մենք սպասում ենք, որ դերսից ինչ-որ կա, միշտ պետությունը դերսից են սպասում, բայց իրականում միշտ դա ներսից է տեղի ունենում։ Եվ ներսից տեղի ունենալու համար, այո, ճիշտ է, պետք է լինի մշակութային կրթություն։ Երբ ասում ենք մշակութային կրթություն, միշտ պատկերացնում ենք, այո, համաշխարհային, շատ բարձր դերեր, բարդ երաժշտություն, բարդ ստեղծագործություններ, բայց իրականում ամեն ինչ այդքան բարդ չէ։ Մենք երկու օր առաջ Մատենադարանի հետ համատեղ մի շատ հետաքրքիր նախաձեռնություններ ենք արել եւ այդ նախաձեռնությանը միացել են մեր մյուս բոլոր գործընկերները եւ մենք փորձել ենք համատեղել մշակույթը, իրավունքի պատմությունը եւ արվեստը։ Մխիթար Գոշի իր դեպքերի ստեղծագործության ներքո եւ մեզ նույնիսկ հաջողվեց շատ կարճ ժամանակով խնդրել, որպեսզի Սմարի միավորության հայրերը համաձայնվել, որպեսզի առաջին նայիր օրինակը, հնագույն օրինակը գա եւ մի քանի օր ներկայացված լինի Մատենադարանում։ Ես խնդրեցի հատուկ, որ ինձ հետո տեղեկացնեն, թե արդյոք կային դպրոցահասակ մարդիկ, երեխաներ, ովքեր ցանկություն են հայտնել տեսնելու Գիրդադաստանին եւ մեծ հաջողով ինձ համար պարզ դարձավ, որ նույնիսկ ոչ Երևանի մոտիկ համայնքներից ուսուցչական կազմի երեխաներին բերել էր տեսնելու Գիրդադաստանը։ Սա ինչի մասին է խոսում։ Դա խոսում է մի պարզ իրողության մասին։ Երեխաները սովորում են կարդալ իրենց ծնողներին նստած։ Այդ ես չեմ ասել։ Այդ Աստրիդ Լինդգրենն է ասել, շատ իմաստուն մեկին, որը շատ հայտնի մանկական ստեղծագործությունների հեղինակ է։ Ես այսօր իմ զեկույցը ներկայացրել եմ, որ իրավագիտակցությունը, իրավագիտակցության զարգացումը մշակույթի կոնտեքստում կարճ երկար չեմ խոսելու, դրա մասին ցանկանալու անդրադառնալ եւ հենց իզուր չի, որ այս նախադասությունից սկսեցի։ Գոշով մեծ արվեստը, մեծ միտքը, մեծ հարթակների համար, բայց ամենօրյա կյանքի մեջ երեխաները իրավի սովորում են կարդալ եւ տեսնում են կարդացող ծնողներին։ Եվ այստեղ երկու կարևոր հարց կա։ Ինչ ես կարդում, ինչ բովանդակություն ես կարդում եւ ինչպես ես դա հասկանում, որովհետեւ կարդալ կարելի է ամեն ինչ, հատկապես այսօրվա տեղեկատվական ներդրություն ակտիվ պայմաններում։ Դեռ ես կառաջարկեմ, որ այս քննարկումից հետո ամեն մեկս յուրովի նորից վերադառնանք ու վերլուծենք Թումանյանի հեքիաթը։ Երբ ինձ ասում են ինչպես երեխաներին սովորեցնել իրավապատակ կարգագից, պարկ ու կանոն, ինչպես զարգացնել նրանց մոտ իրավագիտակցությունը, ես ասում եմ հեքիաթ կարդացեք ու բոլորը առաջին ռեակցիան ասում են մի քիչ դատախազը շատ տարօրինակություններ ունի, բայց իրականում չէ։ Օրինակ, եթե հիմա շատ կարճ փորձենք վերլուծել, ինչի մասին է Պոչատ աղվեսը։ Կարդացել եք, հիշում եք, այդպիսան Պոչատ աղվեսը ցանկացած երկրորդ կուրսի ուսանող իրավագիտության ֆակուլտետի ձեզ կասի, որ պատժի նպատակի մասին է։ Պատժի այն հիմնական նպատակը, որը կոչվում է վերասոցիալականություն։ Թումանյանը հայտնագործություն չի արել։ Թումանյանը ժողովրդական իմաստությունից վերցրել է այդ կարճ վածը, պատմությունը եւ երեխային սովորեցնում է, որ քայլ արեցիր, հետո այդ քայլը պիտի ուղղես։ Եվ ուղղման ճանապարհը շատ հաճախ ավելի դժվար է, քան որ ինքը քայլը չէ, աղվեսը քանի փորձության միջով անցավ, միջոցներ եկավ, փոչը վերցրեց ու հետ գնաց իր ապրել կյանքի։ Վստահ եմ մեզնից ոչ մեկ այս կոնտեքստում Թումանյանի Պոչատ աղվեսը չի նայում։ Ու դրանից է գալիս, որ մենք անդադ խոսում ենք այլ իրավագիտակցությունից, բայց մեզ թվում է, որ իրավագիտակցությունը պիտի ֆոկուսալ մարդիկ յուղայգյուղ գնան ու պատմեն այսա կարելի, այսա չի կարելի։ Չի աշխատում։ Որտեղ ցանկացած 6 տարեկան երեխայի օրինակ մեկը ինձ երբ որ ես 6 տարեկան էի, որտեղ մի բան ասում էին չի կարելի, ցույց մենակ հետաքրքրությունը դրված բան էի։ Ու դա մարդկային հոգեբանություն է։ Իրավագիտակցությունը չի զարգանում կարելի է եւ չի կարելի սահմանները բարձր ամեններից գոռալով, որովհետեւ շատ հաճախ է չի կարելի արտահայտությունը խրախուսում է, որ կրկնակի անես ու ցույց տաս, որ կարելի է։ Ես կարծում եմ, որ մենք պետք է մի քիչ ավելի ուշադիր նայենք, թե ինչ ենք կարդում մեր երեխաների համար, ու ամենակարևորը ինչպես ենք դա իրենց բացատրում։ Մյուս հեքիաթը, որ էլի շատ անսպասելի է լինելու ձեր համար։
Ծիտը։ Ինչի մասին է Թումանյանի մշակած ծիտը հեքիաթը։ Հիշում եք, որի մեջ փոշամուտում։ Ինչ անում։ Փոշը փոխում է լոշիկ, այդ լոշիկը փոխում է, չգիտեմ, մեկ այլ բանի հետ։ Ինչով է վերջանում։ Աշուղից վերցնում է սազը։ Հիմա ինչ պիտի պատմի այս հեքիաթը մեր երեխային, հատկապես որ վերջանում է նրանով, որ սազն ընկավ կոտրվեց, ծիտնը թռավ ու գնաց։ Թվում է անհետեթ պատմություն, հա։ Բայց խնդրում եմ չծիծաղեք, սա ապօրինի հարստացման դասական ժողովրդական ընկալում է, չէ՞ իրականում։ Ինչ արեց ծիտը, հա, այնքան զզված է խեղճ բառակի, որ փուշից հետ դուր, պրծնելու համար լոշիկը տվեց, լոշիկը տարավ հովիվին, տվեց հետո հետ եկավ, ասեց դե լոշիկս չես տալիս, չի տալ, գառնուկը դուր, հետո գառնուկը փոխանակեց, բայց մինչև մի կետ, որ կետը, աշուղի սազը, ինչի մասին է աշուղի սազը, ժողովրդական պատմումներում գնալու, այսինքն հնարավոր չի այս ապօրինի ճանապարհով ստացած թեկուզ կարողությունը հետո աշուղի սազի միջոցով հավերժացնել, հետք թողնել։ Մենք մեր երեխաների վստահաբար սա մասին չենք պատմում, որ ճիշտ ասենք, կարող մենք էլ չենք մտածում նրա մասին, չէ՞։ Բայց Թումանյանը 1908, 1911, 1912, 13, 14, տեսեք ինչ թվերի մասին եմ ես ասում։ Յուղեգիու գնալով այս իմաստությունը հավաքել է ու զետեղել շատ կարճ ու շատ նկարազարդ հեքիաթների մեջ։ Նրա համար, որ մենք այսօր մի փոքր ժամանակ հարկացնենք, ես ինքս ծնող չեմ, բայց 15 տարի արդեն դասավանդման փորձառություն ունեմ, որպես դասախոս, եւ միշտ ինքս էլ անընդհատ դասարան եմ մտնում նոր դիտելիքով, հարմացած դիտելիքով եւ կարծում եմ, որ ծնողները ավելի շատ դա պիտի անեն։ Այսինքն ծնողները իրենց երեխաներին գոնե 5-10 րոպե պիտի հատկացնեն այդ հեքիաթները կարդալու ու այդ հեքիաթները մեկնաբանելու։ Եթե ես չեմ սխալվում, տաղավարներից մեկում ես մոտ էր, տեսա, որ QR կոդեր ունեիք, որտեղ առասպելները մեկնաբանելու, այսինքն ծնողների կյանքը հեշտացնելու ձևաչափ եք մշակել։ Ես կարծում եմ, սա հրաշալի գաղափար է տարածելու համար այս հեքիաթասացավ բանահյուսական ոլորտին եւ այս տարբեր կարճ ճանապարհով մեր երեխաներին բացատրելու, օրինակ ինչա խուլիգանական դրդումը։ Ոնց եք կարծում, որ հեքիաթի մեջ է խուլիգանական դրդումը, Թումանյանը բացահայտում։ Մի կաթիլ մեղրի, էտում կաթիլ, էտում շանը, էտում մեղրի, ու ստացում են այդ մեծ պատմություն ինքնահաստատումից դրդված։ Բայց մենք ինչ ենք անում, մենք պատմում ենք այդպես մի կաթիլ մեղր է, ու չենք բացատրում, թե այդ մի կաթիլ մեղրը, օրինակ իրավական համակարգի շրջանակում ոնց է դասավորվում։ Ես երկար չեմ խոսելու, որտեղ այստեղ շատ ավելի բանիմաց իմաստուն խելացի մարդիկ կան, ես ուղղակի կարծում եմ, որ հեքիաթները իրավագիտակցության տեսանկյունից մի փոքր անտեսված են։ Եվ վատ չէր լինի, որ իրավաբանական գիտելիք ունեցող մարդիկ եւ բանասիրական գիտելիք ունեցող մարդիկ համատեղ այս փոքրիկ գործն անեին եւ հատկապես փորձառությունը կա այդ QR կոդերով այդ տեղեկատվական նաեւ բազաները ստեղծեին, որպեսզի տարբեր շատ ներողություն կասկածելի մասնագիտական հետագիծ ունեցող մարդիկ հեքիաթներ չմեկնաբանեին մեր երեխաների համար, առավել եւս այդ հեքիաթները մենք չգնայինք որպես ինքնանպատակ չտայինք այդ երեխաներին բացատրենք, թե ինչ իմաստություն կա այդ հեքիաթների մեջ։ Ամփոփելով ուղղակի կասեմ, որ այդ հեքիաթները միայն հայկական չեն։ Եթե դուք հետևեք այդ նույն անխելք մարդը հեքիաթի անթոլոգիային, կտեսնեք, որ դա նաև աֆղանական աղբյուրներում կա իրանական աղբյուրներում, կա հեռավոր Սիբիրի աղբյուրներում, կա Լատինական Ամերիկան, տարբեր իհարկե շատ փոքրիկ ձևափոխություններով, բայց կա, դա ինչ է նշանակում։ Ոնց որ օրենքն է շնորհվում, չէ՞, Մոսեսը Սինայի ռանգավորից գնաց 10 պատվիրան միջացրեց, նույնպես իմաստությունն է շնորհվում, եւ այդ իմաստությունը մենք պետք է կարողանանք պատշաճ ներկայացնել մեր երեխաներին։ Չեմ չարաշահում, շնորհակալություն։